2015 թվականը մեծ ձեռքբերումների ու հաջողությունների տարի էր պետական գործիչների երիտասարդական դպրոց հասարակական կազմակերպության համար։ Ամփոփելով տարին, կազմակերպության ակտիվ անդամների գործն անպատասխան չմնաց։ Կազմակերպության պատվավոր անդամ Գրիգորի Գրիգորյանը նրանց պարգևատրեց շնորհակալագրերով։ Ուրկին անգամ ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու, ճիշտ ասած այսօր մթնոլորտը նախատոնական է, հավաքվել ենք զուտ նախատոնական մթնոլորտ ստեղծելու համար, ուզում եմ առիթից օգտվելով շնորհավորեմ բոլորիս գալիք ամանորը եւ Սուրբ Ծնունդը մեր բոլոր երիտասարդներին եւ մեր ընտանիքի բոլոր անդամներին։ Մեր պետական գործիչների երիտասարդական դպրոց հասարակական կազմակերպությունը մի հարթակ է, որտեղ երիտասարդները կարողանում են ինքնադրսևորվել, զարգանալ, փորձի փոխանակման միջոցով, ինչպես նաեւ զարգանալով եւ զարգացնելով, բարձրանալով եւ բարձրացնելով։ Տարբեր ծրագրեր ենք արդեն պլանավորել, որոնք իրականացնելու ենք 2016 թվականին եւ հուսով ենք, որ ռեալիզացնելու համար մեզ աջակցության կգա պարոն Գրիգորի Գրիգորյանը։ Շատ կարող հանգամանք եմ համարում համագործակցությունը, որը այսօր մենք ձեռք ենք բերել, ինչպես նաև տեղական մարմինների հետ, հատկապես ուրեմն քաղաքապետի հավաքանու անդամ պարոն Գրիգորի Գրիգորյանի հետ։ Ընդհանուր առմամբ մեր ակտիվ հասարակական գործունեությունը շարունակական բնույթ է կրելու ինչպես նաև 2016-ին եւ ավելի նոր ձեռքբերումներ ենք հանդես գալու մեր Հայաստանի Հանրապետությունը բարձրամակարդակով միջազգային շրջանակներում ներկայացնելու համար։ Երևանի քաղաքապետարանի ավականու անդամ Գրիգորի Գրիգորյանը մշտապես պետական գործիչների երիտասարդական դպրոց հասարակական կազմակերպության կողքին է եւ աջակցում է, որպեսզի բոլոր ծրագրերը հաջող ընթացք ստանան։ Գլենդելում ձեռք ենք բերել մի խումբ Հայաստանից գաղթած երիտասարդներ, այնտեղ որ հիմա բնակվում են եւ մեծ հաջողություններ ունեն թե ուսման բնագավառում եւ թե իրենց աշխատանքային process-ում, որոնք որ հիմա կազմակերպում են Գլենդելում հիմնադրել մեր կազմակերպության քույր կազմակերպություն եւ շատ շուտով համագործակցություն է հունվար ամսվա վերջից արդեն նախատեսվում է մեր երկու կազմակերպությունների համատեղ գործունեությունը Գլենդելում եւ Հայաստանում ապագայում նպատակ ունի նաեւ երիտասարդական ուսանողական մրցույթների կազմակերպում եւ փոխանակման ծրագրեր։ Սա մեզ համար շատ մեծ ձեռքբերում էր։ Գլենդելի գործիչների աջակցությամբ կազմակերպվել էր նաև պետական գործիչը Ես եմ շահադրությունների մրցույթ, որին իրենց ակտիվ մասնակցությունն էին ցուցաբերել ակտիվ ու նպատակասլաց երիտասարդները։ Մենք ունենք 14 մրցանակակիրներ եւ մեկ աշխատանք վաստակել է գլխավոր մրցանակի այդ պարգևը, որ ես շատ ուրախ եմ, որ այդ գլխավոր մրցանակը բաժին չի հասել մեր հասարակական կազմակերպության անդամին, այսինքն այստեղ չի աշխատել սուբյեկտիվ մոտեցումը եւ աշխատանքը շահել է պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողի, որը ծագումով Գորիսից է եւ շատ այնպիսի աշխատանք էր գրել, որ ամբողջ մեր Գլենդելի Հայաստանաբնակ մեր երիտասարդները այդ աշխատանքը կարդալու ընթացքում շատ ոգևորվել են։ Այս ամբողջ 2015 թվականի շրջանակում մենք ձեռք ենք բերել 3 ուրեմն ակտիվ ու ինչպես նաեւ մեծ ձեռքբերում։ Առաջինը դա ուրեմն Լեհաստան գործող հասարակական կազմակերպության հետ համագործակցության կնքումներ, ինչպես նաեւ գալիք 2016 թվականում Չեխիայում գործող հասարակական կազմակերպության տոնեք պլանավորած ծրագիր, որը պետք է իրականացվի համատեղ։ Չեմ կարող չմատնանշել նաև Գլենդելում գործող մեր հասարակական կազմակերպության քույր գործունեության մասին, որը ինքնին խոսում է մեր հասարակական կազմակերպության հզորացման եւ նրա ավելի արմատացման մակարդակի մասին։